Երբ ազգային ժողովի ամեն քարոզիայի ժամանակ Ալեն Սիմոնյանը կրկնում է, թե եթե այս կիրակի լինեն ընտրություններ, ԿՊ-ն կհավաքի 50+1% ձայն, ինքնախաբեության փայլուն օրինակ է։ Այնքան ասա, մինչև հավատաս, բայց իրականության հետ կապ չունի։ Քեզնից առաջ էլ մեկը կար, էլի դահլիճի այդ հատվածում էր նստում, կողքիդ աթոռին, ամեն շաբաթ ասում էր. ուզում եք շաբաթը մեկ ընտրություն անենք, ՀՀԿ-ն է հաղթելու, ժողովուրդը մեզ է ձայն տալիս։ 2018 թվականի ապրիլի 21-ին Սերժ Սարգսյանի հրաժարականից 2 օր առաջ դա էր ասում։ Ճիշտ էր ասում, 2017 թվին ժողովուրդը ձայնը տվեց ՀՀԿ-ին, բայց այ իշխանությունից զրկվելուց հետո որքան ձայն ստացան նույն հանրապետականները, անցողիկ շեմը չանցան, նույնը ձեզ հետ է տեղի ունենալու։ Որ օրը իշխանություն չունենաք, ՔՊ-ով գնացեք ընտրության, այդ ժամանակ կտեսնենք ինչքան ձայն կտանեք։ Ալեն Սիմոնյանը կերազեր անգամ, որ ՔՊ-ն ունենար իր նշած վարկանիշի կեսի կեսը գոնե։